Արմավիրի մարզի Այգեգ գյուղում ենք։ Այստեղ երեխաներն ու պատանիները ոչ ավել ոչ պակաս զբաղվում են ռոբոտների պատրաստմամբ։ Գաղափարների հարցում ես եմ օգնում Ալենին, միտքը մենք միասին ենք որոշում։ 12-ամյա Ալենն ու ընկերը Արմանը խելքի են տվել ու էկոլոգիական թափոններից ստացել մի ռոբոտ, որն ունի էկրան, տեսախցիկ ու ականջակալներ։ Ունի մի քանի ֆունկցիա, օրինակ աչքի տեղը նրա կամերայա դրած, աչքը ամրացվում է մի քիչ ստեղից, սա իհարկե, սենց ամրացվում է։ Տղաները 6 ամիս է աշխատում են իրենց ստեղծագործության վրա, կամաց կատարելագործելով այն։ Էկորոբոտն այժմ ունի ոչ միայն ակնհայտ, այլև թաքնված ֆունկցիաներ։ Դուք չեք մտածում հիմա, որ նա զապիս է անում եւ ամեն ինչ հիշելու է։ Ալենը, Արմանը ու նրանց նման բազմաթիվ երեխաներ ու պատանիներ մոտ 2 տարի է հաճախում են Այգեգի միջնակարգ դպրոց, ռոբոտաշինության խմբակ։ Գյուղի երեխաները մեծագույն սիրով են մասնակցում ռոբոտաշինության դասերին։ Խաղերի ստեղծում ու ծրագրավորում, հետո նաև ռոբոտաշինություն։ Երեխաներն անցնում են հենց այսպիսի շրջափուլով։ Ադիբուդի սիրող տղան ցուցադրում է, թե որքան կոդ է գրել, որպեսզի եգիպտացորենի պայթած հատիկները հայտնվեն էկրանին ու կրկին անհետանան։ Այս դեպքում ունենք շատ փոքրիկ ծրագիր, այստեղ օգտագործված են ցիկլեր, եթե, ապա, անընդհատ, եւ դա հնարավորություն է տալիս, որ երեխան իր ցանկացած գործողությունները ստանա արդեն ծրագրավորման լեզվի միջոցով։ Այստեղ երեխաները սկսում են սովորել ծրագրավորման ավելի պարզ տեսակից, գրաֆիկականից, իսկ ավելի բարձր դասարաններում անձամբ են կոդերը գրում։ Ծրագիրը հեշտ է, սովորելու հնարավորությունները բազմազան, ամեն ինչ կախված է անհատից։ Լաբորատորիայում ապահովված է մի քանի մակարդակների ուսուցումը, այսինքն սկսելով անիմացիաների եւ խաղերի ծրագրավորումից երեխաները կարողանում են հասնել նաեւ ռոբոտների ծրագրավորմանը, որը մեկ քայլ առաջ է, այսինքն երեխան կարողանում է ոչ միայն ծրագիր գրել, այլ նաեւ դա կապել շոշափելի ինչ-որ առարկայի հետ։ Սա փոքրերին, իսկ բարձր դասարանցիների համար այստեղ ոչ թե ռոբոտների պատրաստի կոնստրուկտորներ են առաջարկում, այլ բոլտեր, որի վրա աշակերտն ինքը պետք է անհրաժեշտ դետալները մոդելավորի, հետո էլ տպի եռաչափ տպիչով։ Արդյունքում երեխաները նախ սովորում են ծրագիր գրել, խաղեր ստեղծել ու հետո արդեն նաև ռոբոտներին կառավարել։ Խաղ խաղացողից նա սկսում է վերածվել խաղ ստեղծողի, ինչը կարևոր է եւ նա դադարում է ուղղակի սպառող դառնալ, արդեն սկսում է արտադրել։ Այգեգ գյուղի միջնակարգը մեկն է հանրապետության գրեթե բոլոր մարզերում գործող ռոբոտաշինական խմբակներից։ Երևանում այդ հնարավորությունն ունի միայն 7 դպրոց։ Մայրաքաղաքի թիվ 57 դպրոցում էլ շուրջ 2 տարի ռոբոտաշինություն են դասավանդում։ Այստեղ ծանոթանում ենք այսպես կոչված փախչող ռոբոտին։ Ռոբոտը ծրագրավորված է այնպես, որ 1 մետր հեռավորության վրա խոչընդոտի հանդիպելիս փախչում է անմիջապես։ Երեխաները դեռևս ոչ շատ բարդ, ավելի շուտ ստանդարտ ծրագրերով են աշխատում, փորձում են ավելի բարդ ու բազմաֆունկցիոնալ ռոբոտներ ստանալ։ Մենք դեռ աշխատում ենք վրան, ունի 2 մոտորներ, էլի 2 դատչիկներ ինչպես սա ունի, բայց մենք կոնկրետ չենք որոշել ինչ պիտի անի դեռ։ Երբ որ ես ուզում եմ առաջին անգամ գա ռոբոտաշինության խմբակ, ինձ թվում է մենք հեսա կսկսենք միանգամից ռոբոտով զբաղվել։ Բայց ոնց պարզվեց առաջինը մենք սկսեցինք աղվեսով։ Աղվեսը հենց այն ծրագիրն է, որով եւ սկսվում է ռոբոտաշինության խմբակների դասերը։ Սա առաջին փուլն է, որին նորեկները մեծ սիրով ու պատասխանատվությամբ են մոտենում, մինչև ավելի բարդ գիտելիքների ձեռքբերումը։ Այս ծրագրով մենք կարող ենք ծրագրեր գցենք նաեւ ռոբոտների մեջ եւ կարող ենք խաղեր սարքել։ Ապագա ծրագրավորող Ազատն ու իր ընկերներն իրենց խաղերը ներբեռնել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կայքում։ Այստեղ գրանցվելով աշխարհի տարբեր երկրների երեխաները կարող են ստեղծել իրենց խաղը կամ տեսնել ուրիշի արդեն պատրաստի խաղերի կոդերը։ Կարող են օգտվել դրանցից կամ սեփական տարբերակը առաջարկել։ Ես հիմա խաղ եմ ստեղծել եւ բոլորը տեսնում են իմ խաղը եւ ինձ համար դա ոնց ասած հպարտություն է, որ իմ ստեղծածը բոլորը տեսնում են։ Եթե նայենք մրցույթի հաղթողներին եւ առավել հաջողություններ արձանագրած երեխաներին, մեծ մասը դա մարզերի երեխաներն են, ինչպես հետաքրքիր է արձանագրել։ Այսինքն Երևանի խմբակները ակտիվություն իհարկե ցուցաբերում են, բայց մարզի երեխաները ավելի շատ հաջողությունների են հասնում մրցույթների ժամանակ։ Հետաքրքրությունը եւ էնտուզիազմը այնտեղ շատ ավելի շատ է։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարի խոսքով իրենք Հայաստանը ապագայում տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական երկիր եւ նպատակ են դրել վերականգնել մեր երկրի երբեմնի համբավը այս բնագավառում։ Այսօր աշխարհում մենք ունենք մոտ 2 միլիոն չապահովված աշխատատեղ
այսինքն որտեղ մարդ չեն կարող չարեն, որ այդ աշխատատեղում աշխատեն։ Եվ այդ նշանակում է, որ մենք ինչքան պատրաստի կադրեր ունենանք, այդքան դրսից կարող են գործ բերել։ 2 միլիոն աշխարհում եւ 2000 Հայաստանում թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտում իրենց բնույթով շատ տարբեր են՝ ծրագրավորում, էլեկտրոնիկա, կոմպլեքս խնդիրների լուծում։ Որպեսզի մենք դա անենք, մենք որոշեցինք, որ նպաստենք, որպեսզի Հայաստանի բոլոր դպրոցներում մենք ունենանք ինժեներական խմբակներ եւ երեխաները կարողանան այդ խմբակներում սովորել թե ծրագրավորում, թե եռաչափ մոդելավորում, թե անիմացիա։ 1300 երեխա արդեն ներգրավված է այս խմբակների մեջ, որպեսզի հայաստանյան բոլոր 1400 դպրոցներում երեխաները հնարավորություն ունենան նման խմբակներ հաճախել, անհրաժեշտ է առնվազն $10 միլիոն։ Գումարը ԻՏԶՄ-ում դեռ չունեն, սակայն այստեղ վստահ են, նման ներդրումը 4-5 տարուց կվերադառնա։